Այն ստորագրված է, ստորագրվել է Վերսալում, ես ստորագրեցի այն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցից հետո։ Սակայն նույնիսկ այս պատմական պահին Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, սպառնալով վերսկսել հարձակումներն ու թիրախավորել իրանցի պաշտոնյաներին, եթե Թեհրանը թերանա իր պարտավորություններում։ Փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթուղթը արդեն ուժի մեջ է։ Նշաստի դար Սուիս անջամ բեշե và թեյ ուն Ամերիկյան կողմն ընդգծել է, որ սա առայժմ միայն նախնական հուշագիր է, որի դրույթները կգործեն բացառապես այն դեպքում, եթե Իրանը մեջբերում իրեն լավ դրսևորի։ Մեջբերման ավարտը։ Իրանի խորհրդանի խոսնակ եւ Միացյալ Նահանգների հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում բավականին զուսպ եւ կոշտ է արձագանքել։ Այս հուշագիրը Միացյալ Նահանգների ձախողման եւ պարտության հավաստագիրն է։ Մենք շարունակում ենք չվստահել Միացյալ Նահանգներին։ Մեր մատը ձգանի վրա է եւ եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին, ընդգծել է Ղալիբաֆը։ این علم پیروزی میدان که دشمنان ما هم Նաև հստակեցրել է, որ դիվանագիտությունը այս փուլում տվեց այնպիսի արդյունքներ, որոնք ռազմական գործողությունները չտվեցին։ Միևնույն ժամանակ, Ղալիբաֆը զգուշացրել է, որ հուշագրով նախատեսված 60 օրյա արտոնյալ շրջանի ավարտից հետո Հորմուզի նեղուցով նավարկությունը չի վերադառնալու նախապատերազմյան կանոններին։ Նա ընդգծել է, որ Իրանն ունի լիակատար իշխանություն այս ռազմավարական ջրային ուղու նկատմամբ եւ օգտվելով իր իրավունքից ծրագրում է հատուկ վճարներ սահմանել նեղուցը հատող բեռնատար նավերի համար, նրանց անվտանգությունը ապահովելու եւ նավագնացության ծառայություններ մատուցելու դիմաց։ Ղալիբաֆը հավելել է, որ այս քայլը չի խախտում միջազգային իրավունքը։ ولی توجه کنیم با کدوم مذاکره من موافقم Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը X-ում ողջունել է համաձայնությունը, նշելով. հուշագրի հիման վրա Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ 14 կետից բաղկացած հուշագրի 6 առանցքային դրույթներ կան, ըստ որոնց պետք է երկարաձգվի ապրիլյան հրադադարը, վերջնական հաշտության պայմանագիր կնքելու համար։ Ռազմական գործողությունների անհապաղ եւ վերջնական դադարեցում տարածաշրջանի բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, շրջափակման վերացում եւ զորքերի հետ քաշում, իրանական նավահանգիստների ապաշրջափակում 30 օրվա ընթացքում, իսկ վերջնական խաղաղության պայմանագրի կնքումից հետո 30 օրում ամերիկյան զորքերի հետ քաշում Իրանի սահմաններից, Հորմուզի նեղուցի ապաշրջափակում, նեղուցը 60 օրով կբացվի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը Օմանի եւ Ծոցի մյուս երկրների հետ համատեղ կմշակի նեղուցի անվտանգության երկարաժամկետ համաձայնագիր։ 300 միլիարդ դոլար վերականգնման համար Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանային գործընկերները պարտավորվում են ստեղծել Իրանի տնտեսական վերականգնման հատուկ հիմնադրամ, առնվազն 300 միլիարդ դոլար բյուջեով։ Պատժամիջոցների չեղարկում Վաշինգտոնը խոստանում է չեղարկել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, ժամանակացույցը կհստակեցվի հաջորդ թիվ։ Միջուկային զենքի բացառում Թեհրանը պարտավորվում է երբեք չստեղծել եւ ձեռք չբերել միջուկային զենք, ինչպես նաեւ համագործակցել իրանական հարստացված ուրանի պաշարների ամբողջական վերացման հարցում։ Հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ առողջարանային հանգստավայրում Կատարի եւ Պակիստանի միջնորդությամբ տեղի կունենա հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությունը։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի անձամբ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան կողմը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Այդպիսով պաշտոնապես կազդարարվի վերջնական խաղաղության պայմանագրի շուրջ 60 օրյա բանակցությունների մեկնարկը։
Մեկ այլ տեղեկության համաձայն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի հարցը դեռ քննարկվում է։ طی 24 ساعت گذشته یه مقدار بیشتر در این مورد Քննարկումները, ինչպես սպասվում է, կշարունակվեն դիվանագիտական ուղիներով եւ միջնորդական ջանքերով առաջիկա ժամերին, ընդգծել է նա։ Համաձայնագիրն ունեցել է ստորագրման յուրահատուկ հեռավար ձևաչափ։ Երկու երկրների ղեկավարները փաստաթուղթը վավերացրել են էլեկտրոնային եղանակով իրենց աշխատասենյակներից, ինչը դիվանագիտական արձանագրության մեջ ուշագրավ դետալներ է բացահայտել։ Նկատելի է եղել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ստորագրությունը դրել է հաստ սև գրիչով, ինչը նրա կոշտ ու հաստատական ոճի խորհրդանիշն է, գրում են միջազգային լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը փաստաթուղթը ստորագրել է կապույտ գրիչով, ինչն ընդունված է արևելյան պաշտոնական գրագրության մեջ, բնօրինակը պատճեններից ակնթարթորեն տարբերելու եւ իրավական ճշգրտությունը ընդգծելու համար։ Արձանագրության մասնագետները նշում են, որ Շվեյցարիայի հանդիպման ժամանակ որոշվել է պահպանել նախագահների հեռավար ստորագրման ժամանակ կիրառված խորհրդանշական գույները։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կնքված միջանկյալ համաձայնագրին տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները հարավային Լիբանանում եւ հրաժարվում է դուրս բերել զորքը այդ երկրի տարածքից։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։